Վալերի Նարիմանի Գրիգորյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա պաշտոնատար անձին օժանդակել է պատման եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն։ Այսպես, Վալերի Նարիմանի Գրիգորյանը 2003-ից 2009 թվականներին զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի և նույն նախարարության պաշտոնատար այլ անձանց հետ 2005 թվականի ընթացքում դիմել է ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին և խնդրել է բնակարանի վերանորոգման ծախսերը հոգալու համար իրեն ֆինանսապես աջակցություն տրամադրել։ Վերօրյալի հիման վրա Սերժ Ազատի Սարգսյանը Վալերի Գրիգորյանին առաջարկել է ձևականորեն գնել 2006 թվականի օգոստոսի 30-ի թիվ 14.0 ներողություն 1408 գծիկ A որոշումներով նախարարությանն անհատույց մշտական օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքում Եռաբանու զինվորական պանթեոնին հարավից տարածքում Ծովակալ Իսակովի Բողոկա 22 հասցեում գտնվող 1.194 համակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության գիտաարտադրական կայանի կառուցման համար նախատեսված հողատարածքը և թանկ արժեքով վերավաճառել այն։ Միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանը Վալերի Գրիգորյանին խոստացել է հիշյալ հողամասը վաճառել շուկայական արժեքից անհամեմատ էժան գնով։ Վալերի Գրիգորյանն ընդունել է Սերժ Սարգսյանի առաջարկը և պատրաստակամություն է հայտնել որպես գնորդ մասնակցել հիշյալ գույքի առուվաճառքի հետ կապված գործարքներին։ Այնուհետև Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության կառավարության 25.01.2005 թվականի թիվ 147 գծիկ A և 31.05.2005 թվականի թիվ 392 գծիկ A որոշումներով լիազորված լինելով տնօրինել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը, այդ թվում ուղղակի վաճառքի ձևով օտարելու միջոցով, Վալերի Գրիգորյանի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն վերջինիս կողմից հետագայում բարձր արժեքով վերավաճառելու և նյութական օգուտ ստանալու նպատակով առավել շահեկան պայմաններով առանց խոչընդոտների շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով գույք ձեռք բերել են ապահովելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց անցակցությամբ պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով խախտելով պետության սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի կարգը սահմանող Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու հիմքերի բացակայության պայմաններում առանձնապես խոշոր չափերով բախում կատարելու դիտավորությամբ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արմեն Սարգսյանին հանձնարարել է վերջինիս ղեկավարած վարչության բնակարանային ֆոնդի հաշվառման և բաշխման բաժնի պետ Արմեն Պապյանին կարգադրել իր կողմից 2005 թվականի ապրիլի 28-ին տրված բանային կոտորակ 510 գծիկ 211 լիազորագրի հիման վրա նոտարական հավելացման ներկայացնել 2005 թվականի դրությամբ պետության սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի կարգը սահմանող ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածների պահանջների խախտմամբ կազմված Երևանի քաղաքապետի 2004 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 2381 գծիկ A և 2005 թվականի ապրիլի 15-ի թիվ 780 գծիկ A որոշումներով նախարարությանն անհատուց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքի Եռաբանու զինվորական պանթեոնին հարավից տարածքում գտնվող 0.292 համակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հանգստի գոտու և քաղաքային այգու հիմնադրման համար օգտագործման նպատակային նշանակության հողատարածքը Վալերի Գրիգորյանին օտարելու վերաբերյալ առուվաճառքի պայմանագրի նախագիծ։ Հանցակիցների կողմից նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառման և հանցավոր վերջնակետին ուղղված միմյանց կողմնորոշող գործողությունների արդյունքում Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ և Արմեն Սարգսյանի կարգադրության հիման վրա 2005 թվականի մայիսի 2-ին Արսեն Պապյանը հիշյալ առուվաճառքի պայմանագրի նախագիծը Ատենից պաշտպանության նախարարի կողմից ստորագրված վիճակում ներկայացել է նոտարական վավերացման և նույն օրը
ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ Վալերի Գրիգորյանի միջեւ կնքվել է անշարժ գույքի առողջացի պայմանագիր, որով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի բաժների խախտմամբ Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքի Եղրավանուր կոչվող բլուրների կից տարածքում գտնվող 0.2092 համակերեսով առանձնապես խոշոր չափերով 95.680.000 դրամ ընդհանուր շուկայական արժեքով հողամասը անհամեմատ էժան գնով ընդամենը 18.828.000 դրամով ուղղակի վաճառքով վաճառվել է Վալերի Գրիգորյանին, որից հետո հիշյալ անշարժ գույքը 2005 թվականի մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանը նախատել անշարժ գույքի պետական կոմիտեին որպես սեփականություն գրանցվել է Վալերի Գրիգորյանի անվամբ եւ ներառվել վերջինիս գույքային ֆոնդում։ Այնուհետև Վալերի Գրիգորյանի անվամբ որպես սեփականություն հաշվառված հիշյալ անշարժ գույքը շուրջ 2 ամիս հետո 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված առողջակի պայմանագրով 96.800.000 դրամով բարձր ընկերության աշխատակիցների միջնորդությամբ վաճառվել է ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Նարեկ Արտունյանին, որի արդյունքում Վալերի Գրիգորյանը ստացել է նյութական օգուտ։ Այսպիսով, Վալերի Գրիգորյանը վերօրյալ գործողություններով խոչընդոտներ վերացնելու եղանակով պաշտոնատար անձ հանդիսացած Սերժ Սարգսյանին օժանդակել է պատման եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը զրկվել է առավել շահավետ պայմաններով գույք նոտարելու հնարավորությունից եւ Հայաստանի Հանրապետությանը պատճառվել է 76.852.000 դրամի վնաս։ Այսինքն, Վալերի Գրիգորյանին մեղսակերպում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38 գծի 179-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով նախատեսված արերևույթ հանցավոր արարքի կատարում։ Պատվաժան դատարան համակեցի նաև տեղադրյալ Վալերի Գրիգորյանի մասով բացման խոսքը